ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանը չի մուծի ընտրական գրավը եւ ինքստինքյան դուրս կմնա ընտրապայքարից։ Այս որոշումը առաջադրված թեկնածուն կայացրել է 3, ինչպես նա նշեց, կուսակից ընկերների հետ խորհրդակցելուց հետո։ Ընտրություններին չմասնակցելու խորհուրդ տված ընկերների անունները Այվազյանը հրաժարվեց նշել։ Իմ մտերիմ ընկերներն են, իրանց խորհուրդը իմ համար բարձր է, ու որ կուսակցության խորհուրդը որոշել է որ չմասնակցել, ուրեմն պետքա չմասնակցել, պետքա ենթարկվել, քանի որ ես ինձ օրինապաշտ քաղաքացի եմ համարում եւ ԲՀԿ կուսակցության կանոնադրությանը նաեւ ես պետքա ենթարկվեմ ու որոշեցի օրենքը չխախտել։ Հավաստիացրեց, եթե ընկերները չլինեին, ընտրական գրավ մուծելն իր համար խնդիր չէր, թեև իր գույքը գրավադրված է, բայց 3 հոգուց ընտրական գրավի համար անհրաժեշտ գումարը մուծելու առաջարկ է ստացել։ Մերժել է բոլորին, մեկի դեպքում առաջարկողի շահադիտական նկրտումները դուրը չեն եկել։ Չգիտես ինչի որոշել է, որ եթե այդ ամեն ինչը հովանավորի, ես իրան որոշ պաշտոններ պետք է տամ։ Իսկ իմ ծրագիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է, որ ես ստացվում է որ դեռ նախագահ չդառած արդեն մտնեմ կոռումպացված համակարգի մեջ, ինչի ես դեմ եմ։ Բայց դուք ինչ շանս ունեիք ձեր կարծիքով։ Ժողովուրդը եթե կարդար իմ ծրագիրը ու տեսներ որ միակ ճանապարհը դա է, ամենաբարձր ձայնը ես պետք է ստանայի։ Այվազյանն ասաց նախագահի թեկնածու է առաջադրվել, որովհետև ցանկացել է կյանքի կոչել Հայաստանի փրկության իր իսկ հեղինակած ծրագիրը, բայց ծրագրերը չի ուզում թղթի վրա թողնել, ասաց, եթե իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահական հաջորդ ընտրապայքարին որոշի մասնակցել, նրան կառաջարկի վերցնել կյանքի կոչել իր գաղափարները։ Եթե ուզենա առաջադրվել, միանշանակ կուզենայի որ իմ ծրագրերը կյանքի կոչվեին։